Ալյուսես շեյհարդանգստեր այսօր ինձ է ասկային կորզիչ հանրազանոթ բարոն Հարուս Սասունյանը Պալյուսես բարոն Սասունյան Պարուս, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ որ միշտ կընտունիք բարոն Սասունյան մենք ամենադեն կամ այս ճիշտ այս ժամանակին ինչ հարցում որ պատրաստենք բոլորը կփոխվի որովհետև ամեն գես ժամը նոր փոփոխություն ըստ երևույթին ամերիկայի մեջ մենք ունենք ուրիշ մեր վարչապետի նախագահ Դոնալդ Թրամփ որ հասավ նախագահության խոստանալով no more wars ոչ մեկ պատերազմ այլևս բայց երևի ամերիկայի պատմության ամեն ռազմադենչ նախագահն է ինչպես կսեք արդեն մարտը մտած է Բարսկաստանի վրա հարձակում Well, մենք կոմենտ ցավալի է, բայց միշկոմանը հասկանալի է, որովհետև Թրամփը գիտենք 4 տարի նախագահ եղավ, հիմա արդեն մի քանի ամիս է երկրորդ անկրվան է, ինչ որս է հաջորդ օրը ինձ կգահակասե նույն խնդրումը որ ունենք Հայաստանի մեջ Փաշինյանի հետ, ինչ որ խոստանա օրինակ որ Եվ որ նախագահ 24 ժամին գլուծեմ Ուկրաինայով պատերազմի հարցը, հիմա արդեն 5 ամիս անցած է, ոչ մեկ բան չէ լուծված, նույն բանը սավ Գազայի Իսրայելի մասին, Իրանը հետ հաշվի մեջ չի գար, բայց երկար բարակ ամեն դեսակ բաները սավ խախսավ, հարցակիմ չեմ հարցակիր, մտածեմ, երկու շաբաթ եւ այլն, հիմա մենք անգամեն Չեմ դեռ խելքի ինչ բջեց, որտեղ ինձ գարցել են ինչ պիտի նախագահ, ասի ինչպես պիտի գտնամ նախագահ ինչ պիտի դնե, ինքը չի գիտել ինչ պիտի դնե, իր չգիտած ես որ դեմ պիտի գտնամ, երբ որ վերջին վարյանին միտքը ինչ որ կա ադիգն է, մարդու մտիկ չներ, շատ նման է Փաշինյանին, եւ երկրորդ անգամ իր տասը սորվեցավ առաջին անգամ ուներ խորհրդականներ, որ իրեն գսեին, որ բարոն նախագահ, ասիկա սխալ է, մի ներադան գրե Եվ հաջող կփոխեր իր որոշումը խորհրդին վրա, հետո ալի որ չափանցնեին կորզեն գահաներ ամենապարսը Փաշինյանները, հիմա աս անգամ 10 զորվեցավ, հիմա ինքը շուտ հավաքած է միան անոնք որ միան այո գսեն, երբեք չեն հագարագիր, որովհետև գիտեմ որ եթե հագարագին Փաշինյանը գործընծնեն, ուրեմն իրեն խորհուրդ ողջ չի գա, ինչ որ խելքը փչե վերջին վարյանին ադիգն է Եթե քիչ մը սպասե հավանաբար հագարակ որոշումը առնի հաջորդ առավոտյան Բարոն Սասունյան երկրորդ հարցումից մեր շանսինք Հայաստանին որովհետև Բեռնի Սանդերսը լսեցի այսօր շատ հետաքրքրական բան մսավ համատրական ըստ ամերիկայի համատրության ամերիկան իրավունքին պատերազմ երթալու կոնգրեսն է որ պատերազմի գորոշե համատրականորեն Թրամփը իրավունք ուներ պես պատերազմ երթալու չէ խախտում որ համատրական Ուրեմն շատ հստակ մեկ օրենք մնա Ամերիկայի մեջ Ամերիկայի նախագահ իրավունք չունի պատերազմ հրճակելու պատերազմի երթալու բացի եթե անանգալ հարցակումը լա գտիմատրեկ պատասխանը բայց հետո կոնգրեսին գտիմե որ կոնգրեսը այո կամ ոչ է իր որոշումին հիմա այս բարակային Boy մեկ Ամերիկայի վրա չարցակեցավ ինքը հարցակեցավ Իրանի վրա ուրեմն աբորինի է իր հարցակումը որտեղ կոնգրեսը Բادرազմի հրանք չէ դված իրեն արդյունքում չէ դված Ոյակապ հասնելով իրենք ժամանակը սուրի այսօր շնորհակալ անտարածեցիք հասնելով Հայաստանի վերադառնալով Հայաստանի մեջ շատ մեծ վախ ունին մարդիկ որ Գրգին Պարև, Վարոն Սասունյան, Հայաստանի մեջ մեծ վախ կա, շատերը կվախնան, որ այլևս մենք դարձած ենք ահավոր ռեպրեսիա, մարդիկ կվախնան խոսելու, որտեղ Սամվել Ղարաբեդյանին օրինակը երևս Հայաստանի ամեն ուժեղ մարդուն եթե ճակատագիրը այսպես է, մեր նման փոքր բլոգերներ, կամ բարձ բլոգերներ, լրագրողներ, քաղաքական գուսակցություններու ղեկավարներու մեր ասկային ժողովին հնչեց Թաշնակցական պատգամավոր Դանիել Դանիելյանը ասա որ բարոն վարչապետ SMS ուղարկելու ես ինձ աչր պակալու են որ քեզ կհատատեմ մենք այլևս կվախնանք մտնորդը շատ մտահոգիչ է հրամեցեք այո բայց շփոթաբար նորություն չէ ասի այս մարդը 7 տարի է վարչապետ է եւ 7 տարի 7000 անգամ ամեն օր կգրտնե որ ես ժողովրդավար եմ դեմոկրատ եմ բայց կխախտե ժողովրդավարության
բոլոր սկզբունքները սկսելով ամենադառական առաջին սկզբունքեն, որն է խոսքի ազատությունը, եւ ինքը շատ անհանդուրժող մարդ է, երբեք չուզեր որ ոյ մեկը իր մեջ դարբեր բան ասե կամ հանգարակի նույնիսկ քաղաքավար բարերով եւ եթե հայաստանցի են այդ հագարագործները, եթե pedagogan պաշտոնեն գահանե նույն օրը, եթե բարձ քաղաքացի են եւ իրեն տեմպամ ասած են սերպակալել գուտա ասֆալտին գվարգեցնե թադարան ոստիկանատուն գտանի թադարան գտանի կփանդարգե եւ այլն իսկ եթե իրեն հագարակող ինձ պես օրինակ սպիրկի մեջ կաբրի երբ որ փորձենք Հայաստան գալ մեզի օտագանեն չեն ցկեր որ Հայաստան մտնենք Sonra այսին ժողովրդավարությունը շատ հերու մարդ է, ավելի դիկտատոր է, քան թե ժողովրդավար։ Ձեր կարծիքով ինչ է նպատակը այսօր Սամվել Գարավեդյանը այսպեսի հարցում արդյոք անձնական ողջալություն նույնիսկ իր ոճը որ խոսի մենք կզարմանանք որ ինչ ագրեսիվ ոճով խոսի ես հիմա քեզ ցույց եմ տալու կաթողիկոսին դեմ եկեղեցին դեմ այսպես արդարություններ ես կարծեցի որ fake news է մեկը հակերեր է մարդիկ կարծեցին որ վարչապետին էջը գոդրած են հակերած են իմ արդարություններ սակայն Խնդիրի դեսնեմներ վարչապետը այս բոլորը ներում որ ես որ բարձ բլոգեր եմ այսպեսի ոչ ես ինձ չեմ վայելեցնել գներեք այսինքն Այո, բայց այսօր դժբախտաբար զարմանալի չէ, որովհետև վերջին շաբաթներուն վարչապետը եւ Աննա Հակոբյանը օգտագործեցին Facebook-ի վրա ամենաքրեհիկ դքեղ արձագանները, որ հարիր չեն երկրի ղեկավարի համար եւ այսպեսի դքեղ բարեր օգտագործողը վիրավորական բարեր, հայոյանքներ նույն իր ոճն է ադի եւ նույն բանը նման բաները սա Սամվել Գարաբեդյանի մասին Գարձեք որ ինքը հասկանա որ 2026-ի ընտրությունները անդարի ուղղակի որտեղ ես ամեն մարդ գիտե որ Հայաստանի մեջ այսօր Հայաստանի մեջ վարչապետ Փաշինյանը ամենը չի սիրված անձն է բարձ մարդ որ արդյունքը քալի է իրեն հանդեպ բադ էներգիայով քալի ես ժողովրդին հարցնեմ չեմ ուզել ասել գադել սակայն ինք ժողովրդին 80 հարյուրը իրեն երբեք սեր չունի հասկացեք ավելի բադ որ այդ բանը նույնիսկ չեմ ուզել ադել բանը օգտագործել ես որ բլոգեր եմ այդ բանը չեմ սիրել գործածել Սակայն ես տերուտին վարչապետը խնդիր չունի, ամենը ուժեղ բարեր ագրեսիվ։ Ուրեմն իր վերջին ռեյտինգը 80%-ն 7 տարի առաջ հիմա ինգած է 8%-ի։ Դժբախտաբար հագարագործները ամեն մեկը կարորդ գես 1% ունին, եթե չմիանան իրեն դեմ միասնապար չկան, չմիավորվին, նորեն պիտի գործընծնեն, ադի մեկ։ Երկրորդ վարչապետը իր բոլոր հագարագործներուն մեկ կմակրե, մեջտեղեն կվերցնե այդ է բաժարը որը սպայքար ունի կաթողիկոսի հետ եւ քրեականներու հետ որտեղ իրեն չեն ենթարկվիր ուսագրոնությունը բաժարապանություն է եւ ուզե որ այդ վերջին իրեն հագարագորտ միավորնալ վերցվի երկրի մեջ են որ ինքը հաջորդ տարի հանկիստ տեխնազոլա ադի երրորդ եւ վերջին Թեև ինքը ժողովրդի մեծամասնության գոմե չէ սիրված, սակայն ինքը ունի pedagogan բոլոր ռեսուրսները իր ցերկի մեջ։ Վարչապետ, վարչապետներ, խորհրդականներ, բոլոր նախարարները իրեն ենթակա են, ասկային ժողովը իր մեծամասնությունն է իրեն ենթակա են, ինչ որ հրանք է գնեն, դատարանները իրեն ենթակա են, նախագահը իրեն ենթակա է ոստիկանները իրեն ենթակա են, այդ է որ ոստիկաններուն ամեն ամիս բոնուս կուտա եւ այսինքն ամբողջ պետությունը իր ցերկն է Ադորամարը որ գսեմ ասի դիկտատոր է ասի ժողովրդավար չէ ժողովրդավարը ունենա հստակ լիազորություններ եւ այդ սահմաններու մեջ կմնա բայց ինքը սահման չունի ամեն ինչ որ ուզե գսե բերանը ինչ որ լկտի բարաբաշար մկա գործածե եւ օրինակ Սամվել Գարաբեդյանին ինքն է որ աբորինից եւ հրանքեց որ երթան ցերպակալեն իրեն ինքը իրավունք չունի այդպեսի հրանք տալու ադի իրավական մարմիններու կորզն է դատարաններու կորզն է եթե անգախ լան բայց ոչ միայն անգախ չեն բայց ինքը նաեւ որպեսի վստահ լա մեկալ գհրանքե իրենց եթե հրանքին չհնազանդին գիշեր 2018-ին երբ որ նոր իշխանության եկավ որ թադավորը կհամարցակի ինձի չէ իմ հրանքից չէ այսին իր բարերն են ասիգա եւ so
անսարսակ անսարսակ գոկտակորձե իր ուժը իր աթորը իրեն հոգը չէ թե որ օրենքը գախտե որ սահմանությունը ինքը ավելի վեր է գարզե բոլոր օրենքներն սահմանություն ուզածը գրնանել կարտ պլան շունե ինքը Գալով եկեղեցին Բարոս Ասունյան առաջին հարցումը նա շնորհակալ եմ որ երկար բարակ անդրադարձակ շատ մասնակցական գերբով ժողովուրդը դակամին չհասկնար դա misconception դա սխալ հասկացություն դա սխալ ըմբռնում դեր ըմբռնում ժողովրդի մոտ եւ Փաշինյանականները կամ որ ամբողջ գերբով կգտնեն հայրենասիրել կամ որ դիմնավոր գերբով իրեն չկիցածի մասին կխոսին արդյոք Հայաստանի մեջ մեքենասարկողը իրավունք ունի քաղաքականության խառնվելու, օտանավորը իրավունք ունի, ներգողը իրավունք ունի, փչողը իրավունք ունի եւ դժբախտաբար եկեղեցին եւ ղերագանը այդ զիրեներս կինա որ անոնք իրավունք ունին քաղաքականության խառնվելու, ասի գիշեմ որ բոլշևիկյան հնամաշ կամ սյուրիո բաղասական 80-ական թվականներու սովետական հնամաշ սպարված միտքեր արդյոք ղերագան իրավունք ունի խառնվելու քաղաքականության, օտանավորը իրավունք ունի բլոգը իրավունք ունի եւ դու իրավունք ունի որտեղ դու լրատվողը իրավունք ունի քաղաքականության խառնվելու այո ուրեմն շատեր առանց հասկանալու օրենքի եւ սահմանությունը խոսին օտեն գխոսին սահմանության մեջ ոչ մեկ տեղ չէ գրված ոչ էլ օրենքներու մեջ որ գերականը իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու այդպեսի օրենք չկա այդպես սահմանապահում չկա գերականը ինքնալ Հայաստանի քաղաքացի է գերտագը քվեարկե գրնա տեխնազուլալ եթե ուզե քաղաքականությամբ կսպաղվի ադիգը մեկ երկրորդ բարձրապես սահման մեջ գրված է որ բեդությունը եւ եկեղեցին անչափ են իրար մե ամերիկայել նման օրենք ունի բայց ամերիկան ավելի հստակ ծավալ գրված է գսե որ բեդությունը գրված է իրավունք ունի խառնվելու եկեղեցի ներքին գործերուն ուրեմն եթե մեկը իրավունք ունի խառնվելու ադի բեդությունն է ոչ թե եկեղեցին որ իրավունք ունի ինքը իրավունք ունի որ աշխուտ իրավունք գախախտե ինքը որ ամեն ինչ գախախտե ինչ վերաբերի գերականներուն օրինակ համար անոնք որ գեիշեն քիշմաբելի դարեցեն Գիբրոսի մեջ նախքան Թուրքիո ներխուժումը Գիբրոսի նախա arciepiskopos Մագարիոսներ եւ գերականներ նույնիսկ ամենաբարձ օրինակը Վատիկանը ինքը բաբը թե կաթոլիկ եկեղեցու մեծավորն է թե Վատիկան երկրի ղեկավարն է Թեր չեն գուզեր նշել որ Իրանի մեջ օրինակի համար մուլլաները երկրի ղեկավարներն են հաջորդաբար այսինքն անկանալ դարօրինակ բան չէ ասիգա բայց անոնք որ գսեն որ գրոնականը մեջ է խառնվի որտեղ իրենք Փաշինյանի մարտիկն են գուզեն քննադատել նույն բանը գնեն օրինակի համար երբ որ ոյ մեկը Փաշինյանին քննադատե գսեն որ ատու նախկիներու մարտն ես կամ իրավունքունից Հայաստանը գերես ինչ գործ ունի դուսենը գերես խոսիս սպիրկահայես կամ ռուսամոլես այսպեսի բաներ գսեն որ ճշմարտություն շատ հերոյ է գերզիկներ են բայց սադիկա իրենք որպես բաժարապանություն օգտագործեն որ քեզի ժխտեն ու խոսքի ազատությունը Ոյագապ իսկ եկեղեցին Բարոն Սասունյան շատերը որ ինտիմատիր են եկեղեցին վրա այսպես մախազգիսան արաբները գմեղատրեն որ եկեղեցին շատ ավելի փուրն չի հագաթարցել արդյոք եկեղեցին հարցակումը դակավին նուրբեր մերմեր եւ երկչոտ չէ դու կտեսնեք որ եկեղեցին այդպես դուրս կմնա ինչպես Գուզեմ ողջունել մայրը մեծնդան գիտեգյոգա կաթոլիկոսին արամին շատ ուժեղ գեցված որ բավական absolut արդայդվել բայց գտես թե Էշմիածինը ուժեղ չի հագաթարցել դուք ինչ կսեք Ուրեմն Էշմիածինը որոշ հայտարարություններ էին մեկ շաբաթ առաջ Գերակուն խորհուրդը հավաքվեցավ եւ հայտարարություն մկրավորին եւ բավական քիչմը գարզր ոճով էր թե քաղաքավար բարերով Adică մեկ երկրորդ որոշ գերականներ արտահայտվեցան որպես գերական առաջնորդներ երրորդը հուլիսի սկիզբը Էշմիածին աշխատած հայտարարեց որ եկեղեցական ժողովը փաստարկուն մարմինն է ասի Հայաստանի եկեղեցու որ աշխարհի 4 կողմեն պիտի կան բոլորը ներառյալ երկու բադիարքները ներառյալ Արամ կաթողիկոսը բոլոր առաջնորդները նույնիսկ աշխարհականներ որ այդ թեմերու մեջ անդամ են
Ուրեմն ասիկա ամենաբարձր մարմինն է, երբ որ կան, կարծեմ այդ է որ այդ արիտով եւ որ հավաքվին միասնապար իրենց վերջին խոսքը պիտի Օրագապ անամբեր կսպասենք բարոն Սասունյան մեր վարչապետը ես չեմ ուզել ասել որ այդքան նվաստացա որտեղ մեր ասկային զգացումները բավական կբզկտվին Թուրքիա կնած եւ շատ մեծ խոսքեր կա եւ հայտարարեց որ Արաքսիան անտին Հայաստան չի գա այսինքն մեկ խոսքով մոռացեք աս Հայաստանը մերն է ուրիշ պատկերներ ունենակ ինչպես կգնահատեք վարչապետին արտադրությունը Թուրքիա եւ արդյոք մեծ զիջումներով պիտի վերադառնա եւ ասված մեր օգնական անդերեն Ուրեմն այստեղ կան շատ լուրջ մի քանի հարցեր։ Առաջին այն է, որ այս մարդը իզորու չէ ոչ մի բան ղեկավարելու, որ մնաց երկիրը, որ այսպես բազմաթիվ խնդիրներ ունի, ադեն սկսենք։ Եթե որևէ փոքր կարողություն ունենար երկիր ղեկավարելու, որ չունի, շատ ավելի դարբեր բաներ գսեր, դարբեր ցևով գարդայդվեր, դարբեր որոշումներ կառներ։ Օրինակ, սկսենք ամենաբարձեն ոչ թե ավելի բարդ դոկտորական մագարտակի հարցերով, բայց երեխայի մագարտակով։ Եթե հարց մգա, որ բան է սկայուն հարց է եւ խնդրեմ պետք է ստեղծե, նորմալ մեկը եթե ներ վիճակի մեջ է, լուր կմնա։ Խոսապի պամեջսեր եւ թիմացիները կգնան ենթադրել Ժիշտ կամ սխալ թե ինչ ունի։ Շատ բարոն Սասունյան, այդ մեկը շատ հաջող գարբող կգերարգել ներքին։ Մեր վրա դի շատ լավ գիտեք գերարգել։ Անոր մաստերն է։ Well, ներքին գարկով ինչն է որ գերարը։ Երբ որ հարցունիքը շատ լավ գիտե շատ ջարմիկ խուսափին մանուվրները բասխան չտակեզի բալասխան դալցեվասներու վարչապետ Փաշինյան ներքին ճակատի վրա դի լավ գերարգել։ Ինչու դուրս են չի գերարգել։ Well, նախասեմ որ ինքը շատ ավելի խիստ է Հայաստանի ժողովրդի հանդեպ, մանավանդ քաղաքական հակառակորդներու հանդեպ, քան թե մեր թուրք վազերի թշնամիներու հանդեպ։ Շատ հազվագյուտ է որ Ալիևի հասցեին ժխտողական բամս է եւ Էրդողանի մասին, բայց եւ որ կա հայերու օպոզիցիայի պատգամավորներուն կամ ուրիշներուն ամենը գրեիկ բարեր օգտագործե ասֆալտին կպակցնեմ, բադին կզարնեմ, դուգովեք ցեզի պանդնել բիդամ բաները գսե որ այսինքն այնքան հերույ է իր իրավասությունեն եւ իրավունքեն որ պետք է բանասե եթե լուր մնա ավելի նվազ կվնասե ոչ միայն հայկական քաղաքական շրջանակներուն Հայաստանին նաև ավելի քիչ կվնասե ինքնիրեն այս մարդը այնքան անխելք է որ ամենակարևոր փերանը բանա նախքան ուրիշի վնասի մասին խոսելը ինքնիրեն կվնասե եւ դժբախտաբար հիմա որովհետեւ քշմավելի լանցիով բացատրեմ աշխարհի բոլոր երկրները ունեն իրենց ղեկավարները այս բոլոր ղեկավարները բոլորն էլ հանճարեղներ չեն մեկ մասը ուսում ունեն գրություն մեկ մասը փորձառություն ունեն մեկ մասը բարձ մարդիկ են եւ իշխանության հասած են ինչպես որ Փաշինյանը սակայն ի դարբերություն այդ բոլոր մյուս ղեկավարներուն Փաշինյանի բախտadելով այն է որ այդ մյուս ղեկավարները ունեն խորհրդականներ որոնք մեծ մասը քիդագից մարդիկ են փորձառու մարդիկ են եւ որ նախա որոշումը միդարն է նախքան որոշումը չարած գերտա իր խորհրդականներուն գարսեն է ինչ է ծեր գարձիկը այդ մարդիկը որոշում չեն արնել գարձիկ կուտան խորհուրդ կուտան խորհուրդ կստանա հետո ինքը գորոշե ինչ պիտի լսելով իր խորհրդականներուն Փաշինյանի բարակային ճշմարտաբար մենք զրկված ենք այդ գարելիությունեն որտեղ նախ ինքը անկարող է որոշում առնելու եւ նշանակած է իրեն բես կամ իր ավելի վատ անկարող մարդիկ որպես խորհրդականներ նախարարներ փոխվարչապետներ դա բարով եւ ասմարտիկը անկարող են խորհուրդ տալու որտեղ իրենք բամը չեն գիտեր իսկ եթե բադայի բախտով բադայի որ մեկեն մեկը խելացի խորհուրդ մտայրեն Փաշինյանը ադոր մտիկ չներ ես շատ լավ գիշեմ ամիս առաջ ինքը ասկային ժողովի մեջ ելույթ կունենար եւ որ մեկ իրեն հարցում հարցուց որ ասինչ որոշում մտուն որուն հետ խորհրդակցած ես ինքը ամենաշաբես սա որ ոչ մեկ ունետ
ոչ ոք չեմ խորհրդակցած այսին հբարտյան գսե որ չեմ խորհրդակցած adică հբարտյան նշան չէ adică աբուշյան նշան է որտեվ խորհրդալու ունիս որովհետեւ օկտոբրից իրենց խորհուրդներեն Այո Աշը վարշապետը ինքն է հասկանալի է որ խորհուրդը լսել են յետքը ինքը իրավունք ունի նորեն ուզածը որոշելու ատմասին հարց չկա չեմ ասում որ խորհրդականները երկիրը ղեկավարեն ինքն է ղեկավարը բայց առնվազն խելամիտ խորհրդականներ ունենա եւ adեն լսե անոնց խորհուրդներուն եւ գտեսնենք իր ելույթները իր ելույթները շատ հազվագյուտ է որ քրավոր ելույթներ են այսին մտածված, քրված, սրբակրված, խմբակրված այդպես բաներ չունի ինքը ոտքի գելը այդ վարգանին ինչ որ միտքը կա ադիգս է անպատրաստից քիչ մի եթե մտածեր պատրաստվեր եթե քրեր իր բարձրանը կամ իր ելույթը շատ ավելի լավ գլար թե իրեն համար թե մեր երկրի համար Արդյոք կատարել Վարչապետ Փաշինյան եւ նոր զիջումներով պիտի վերարտանեն Բարոն Սասունյան, ասիկային վերջին հարցումս է ինչ կգնալ եք մենք ինչքան ներուժագի մեջ ենք մանավանդ որ Բարսկաստանը մեր աչքին արչեւը այդ պատերազմի մեջ ներկաշված է եւ Հայաստանը շատ դուրս վտանգի մեջ է որ նաեւ Սյունիքն է գործնեցն է երկու հարցում two-in-one այո ուրեմն այս է իրավիճակը շատ վտանգավոր շրջանի մեջ գաբրի Հայաստանի ժողովուրդը եւ պետությունը եւ Պատերազմի առաջին օրը վարշապետը շատ հանգիստ օտանավ նստեցավ գնաց Պրագ երկրորդական երրորդական ժողովում մասնակցելու որևէ երկրի ղեկավար ամենի փոքր երկիրը անկարող երկիրը այդպեսի թեփ բادر ղեկավարը կամ չեր մեկներ կամ եթե արդեն ջամփաներ մեկնած էր ամիջապես իդ կվերաթարնա որովհետեւ երկիրը ղեկավարը հերու բայ բդանքներ է բայց ասմարտը քանի որ անկարող է այսպեսի մտածելու խորհրդականներ չունի որ գնան խորհուրդ տալ գնաց ու նստեցավ եւ հետո եկավ արդեն պատերազմը սկսած էր եւ ասի շատ վտանգավոր է իմանավանդ որ հիմա մի քանի ժամ առաջ Թրամփը հրահանգեց որ ռմբակոծեն Բարսկաստանը ասի շատ մեծ հետևանք պիտի ունենա պիտի արիտ Ադրբեջանին որ օկտոբերս արիթեն որտեղ Բարսկաստանը բավական բացահայտ ծավով Զանգեզուրի միջազգային թեմ գարդայդվեր սահմանը չփոխելու եւ այլն հիմա Բարսկաստանը սպառված է իր ներքին մեծ խնդիրներով ժամանակ չունի Հայաստանով սպառվելու ուրեմն ճշմարտաբար մենք չունենք այդ ղեկավարը որ այս ղեկավարը ունենք որ չի գնար երկիրը ղեկավարել եւ որ ամեն ինչ բնական կընթանա ու մնաց որ երբ որ այսպես հազանգային վիճակը Այն շատ ավելի գարող մասնակետ ղեկավարի պետք ունիս, որ բոլոր փորձանքներեն քեզի երկիրը հերու բայ։ Բարոն Հարութ Սասունյան, իմ հարցումներս ավարտած են, շնորհակալ եմ որ ինձ ընտալեցիք, ուզեմ նաև անգամ եւս շնորհակալ որովհետեւ բարոն Հարութ Սասունյանը երբ որ խնդրեցի որ հստակացնե արդյոք գերականը իրավունք ունի խառնվելու կառավարության, բարոն Սասունյանը շատ հստակ մասնակիտական professional եւ շատ մանրագրգիտ մանրամասնություններով իր հոդվածի մեջ նշած է, պիտի այս վիդեոին դակը պիտի տնեմ այդ նորեն շատ կարեւոր երկու հոդվածները երեք անգլերեն արևելայերեն Բարոն Սասունյանը մեզ կբացատրե որ այդպիսի օրենք չի կա որ գերականը չի գնալ խառնվի Հայաստանի քաղաքականության այդպիսի բան չի կա Բարոն Սասունյան շնորհակալ ենք ձեր պրոֆեսիոնալ գարձիկին եւ շնորհակալ ենք որ ձեր նման պրոֆեսիոնալը ինձ միշտ կընտանացեն շնորհակալություն ձեզի բարի գիշեր ինձի բարի լույս Բարի լույս կմաղթեմ շնորհակալություն շնորհակալ ենք նմանապես